Սա Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հայանիստ գյուղն է։ Նախկինում ադրբեջանաբնակ Դոսլուկ գյուղը։ Հայանիստ գյուղի իրական տարեգրությունը սկսվում է 1989 թվականից։ Սա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանի տարբեր հայաբնակ վայրերից թուրքից հալածված մեր հայրենակիցները տուն ու տեղ թողած ստիպված էին բռնել գաղթի ճամփան։ Հայի ճակատագրի անիվը կրկին բեկել էր իր ընթացքը։ Ահա այդ օրերին էր, երբ հայոց այս շենը, որ տասնամյակներ հայի շունչ ու խոսքի կարոտ էր, վերջապես իրեն խորթոտար բնակիչներից ազատվելով իր գիրկն ընդունեց Սումգայիթից, Գետաշենից, Ուրշահամյանից, Կիրովաբադից, Բաքվից, Շամախիից ու Շամխորից ու այլ վայրերից վերաբնակության եկած իր զավակներին։ Քչերին բախտ վիճակվեց փոխանակում կատարել։ Հիմնական մասը դատարկ էին դուրս եկել։ Կային եւ այնպիսիք, որ տարիներ շարունակ ապրեցին վագոն տնակներում կամ բարեկամների տներում։ Դեռ հիմա էլ կան վագոն տնակներում ապրողներ, մոտ 15-20 ընտանիք։ Հեշտ բան չէ, միշտ չէ, որ կայացումը նաեւ մոռացում է դառնում։ Բայց եւ հայի ոգու դրսևորում որպես կարողացան կայանալ, բնավորվել, նաեւ իրենց ստեղծագործ կյանքով շնչավորել շրջապատը։ Կամաց ամեն բան գտավ իր տեղը։ Նախկին ադրբեջանաբնակ բնակավայրը հայկական շունչ ու ոգի ստացավ։ Հայացավ եւ ստացավ իր նոր անունը՝ Հայանիստ։ Ես Կիրովաբադից եմ։ Ես այնքան գոհ եմ, իմ հայրենիքումն եմ։ Իմ հայի հետ եմ։ Սաղս էլ մի լեզու ենք խոսում։ Գլխավորն էլ է դա։ Նրանք ներկայիս հայանիսցիները տարբեր տեղերից են, սակայն կա մի բան, որ մինչև հիմա էլ վառում է բոլորին։ Կարոտ ափսոսանքը օտարին թողած հայրենական տան համար։ 22 տարիներ են անցել։ Այս մարդկանց հոգում դեռ շարունակում է ապրել վերհուշը, դաժան խոր ցավ պատճառող հետապնդումով։ Ծնվել եմ Շահամյանի շրջանի Մանաշիր գյուղում։ Մկել տեսնիր, ժամը 7-ից 6-ից սկսի, որ մի քիչ մտնժուր էր։ Կինս է շրջապատվին, կրակ են տալի, կրակում են։ 4 մարդուց պնեցին։ Դե մնացած սրվխարները քիչ դուս եկանք լի։ Որը ինչ պատահեց, կես ապստեմ, մի քիչ ոտով, մի քիչ մեքենայով, մի քիչ բանով։ Հևանը թողես գյումը կապած, կովերը կապած, խոզերը միտե, վճխները միտե, թողես կողպս դուսկես, կզետի վես կինի։ Պարչիվա շատ դժվար կինի։ Մայ վար ինձ ասում է, խե պատմում չես պակու ապրուստի մասին, ասում չեմ ուզում հիշեմ։ Պետք է չվար, պատմում ասում, ջանս ես ճղտեղում ասեմ։ Փետրվարի 27-ին գործից գալիս էի տուն իմ մեքենայով, ուրեմն հրապարակում Սումգայիթի, գարիս պալկոմի առաջ։ Սենց հավաքվել էին, շատ ժողովուրդ էր հավաքվել, բայց մենք հայերս ճիշտն ասած ոչ մի բան չգիտեին, ինչ կա չկա։ Մի քիչ բարձրացա վերև, դե տղեր կա ճանաչում էի, բան, հարցրեցի, բայց ինչ է կատարվում։ Դասում եմ միտինգ է, այդտեղ քարոզում էին նրանք, ժողովուրդին, թուրքերին, այդտեղ գրգռում էին, որ դրանք պիտի մի քանի օրից հարձակվեին հայերի վրան, կտորը սկուպանը սկսեր։ Այդ մտքով էին այդ միտինգը անում, այդ 27-ին միտինգն էր, դրանք 28-29-ի քշերը, դրանք սկսում են կտորը սկում։ Գնացել եմ ընկերոջս տուն, տեսալ եմ մորթած, տանը մեջին, ընտանիքներ, ինքներ մորթած, 28-29-ին, այդ երկու օրին, քշեր ցերեկ կտորս կա եղել, գործատեղ, տներում, քաղաքի մեջը, որտեղ հային բռնել են, ընդեղ ոչնչացրել են։ Մեր տան մոտ, մի մեքենա են շրջել, Ժիգուլի, շոֆերին, մեկ էլ իրան տղին, միտեղ մաշինի մեջին վառել։ Գետաշենը թեկուզ գյուղ ալել, գյուղ չլել, քաղաքին ման
28 տեսակի փուրուկ տալել մեր գյուղումը։ Լող երկու հարկանի տներ, լող չնարաշներին ծառեր, հաղողի վազներ, մալիներ, պեն, շատ ինտիր գյուղ ալել, ջուրն էլ կարաչում ասեմ իր ջուր ալել, աղսու ինք ասում, կպեզետակի ճիրեն, որ թուրքեր եկան ասեն, չերկենդի տաշլары համսը գզուրդը, թուրք գիտիշինեցունց, գետաշինցունց, կարերը բոլորը վիսկիա, թուրքերն են ասել, տեսամակրացինք վեչ մեզ պենան յախտեն, ռուսնեքը կշերը փախան, թուրքերը եկան նիրեն, մեզ դուսերեն, սպնեցին 16 մարդ, սաղ ժողովուրդը լող դուսին եկել, լող պիդային տերեց մեր գյուղացի տերեց, մեր գյուղը պաշպանության պաշպանեն, որ սալդատը եկավ, էլ կրացին վեչ պաշպանեն, 82 տանք մենակ մեր տան տակավը ճամպայել, ընդեղ ավն եկել, դե վերծալոտ են, սամալոտ են էլ, մեզ երկու մրթուտն է ծառալ, ոզմը թաճողները կուտրատեն, սես պրրամը մեզ վխցրեն, հնարությորն չկա դուս եկանք, էլ ինչ անենք, մրլեքը մի հանգավ տարանամակվիրենց հյատումը թղեցին, մեզել առաջիրեն պիրան ընդե, ենին թկելավ, ենին ջահեջուհելոտ տարան օրիշտե մանցեցին պիրան թուրքերը, հիշտեսա գյուդում շումըտ կանը, վերջը մեր բիչակը շատ բատալել, փոքր երեխա ճոշկում տրանը ընել միջև սպանելն, փոքր, մի պարապ կինիզման, իրեն մղակումը կաղնած, ես հոլի ճմպան, կրակն տուվել սպանելն, հիշ մեղկան տերա, եկա մի մաղբեր ողտը տրնը բանակումը կծելա, իրեն այնա բենդումը կրակն տուվել, պա ողտը տրնը գերմանի պատերազման պրծնեք է, թուրքին ճագնի իրեն բալկոնումը այնա բենդումը սպանը, օտքերն քիլել երկու աղբոր պատար, եկել իրան տրանը թուրքերը սպանելն, թուրքերը սպրեցին պիրան իրեք որ հիվանդանոցում պհեցին, ես ու քուրուս կեցին գտա աղբորս կշտեր կծակ, նրան այետը որ տեսան որ հնարավորություն չկա, ասեցին ամեկը ծեր մեի դտարեք ծեր բոստաներում թղեցին, իմ աղբոր պիրան առազդագ աղարս պեն, իրան ծարին տակին, թալիքյանին տակին, թղեցին ծորեն շաղտում ենք իրեն, կողտում են քոր մնամ ես, ողտու տարի բանակումը կնակ է իրան տրանը սպանեն, իրան սպնեցին մեկը կեցին գյուղամեջ, 91 թիմնար, մայիսի մեկնար, հենք օրել հիվանդանոցում պյանում մնացինք, պիրիկազի եկավարդի հովոզ մակինը, եկան դրոշ մորոշ երկանաս մի մոտի գյուղոնենք, մզյանը երը, կացին ընդեղ մինի əmələ gəlməzər, իրան նոր դուսերեն, պիրան մզ ընդեղ կամո գյուղ կամեր կշտեր, վերծալոտերի պիրան կղնցերեն, մզծեցին մի հանգամ միչը սովասարա, վստայն, լեժիտ, լաժից, վստայն, մզտը հենցնելավ, չոքնելավ, մի կիլոմետր տարան նոր վերծալոտերեցին, տարան Ստեփանակերտ, Ստեփանակերտը կացինք տեսանք էլ հա իրեսնեքում որոտ դարած լող, մշենի թորքերը եկած ընդե, ընդե նա մի հանգամ տարա դեսկ սադերներեն, ընդեղա նոր մի 6 օր բհեցին պիրան Հայաստան, պահիվանդ մարդիկը, ապերացիրած մարդիկը, մեծ մարդիկ, պահիվանդ կնանիք շիլակած, երեխան պապին շիլակած, տատին շիլակած, գրկած, մի հանգով, թեկուստը հենց էլ հավար ավտոմատապ թխում են մեջկերներին, շուտ երեք, էլ հնարությորն չկար, լող թուրքերը մտելին իրաց անումնեկը դրբզոց իրեք իրել, վար ես հիմնա, որ էլյապ դրբազա էլ է գյուրոտ էլ, որ էլյապ դրբազա, հա, մակ իրանց համար բաժանել են, օրենք չտուել, հələ իրանք իրելը վարկյան նստեն, դե գյուղ ալել է, վեսկի գյուղ ալել։ Հայանիստը տարածաշրջանում հայտնի է արդեն իբրև խաղաղասեր, աշխատասեր մարդկանց բնակավայր։ Երբ մի բնակավայրում մեկտեղվում, միախառնվում են տարբեր վայրերից, տարբեր վարք ու սովորույթների տեր մարդիկ, սա ինչ-որ առումով օգնում է, որ համայնքում առողջ մրցակցություն ծնվի, որովհետև յուրաքանչյուրը տեսնելով իր հարևանի գեղեցիկը, լավն ու դրականը, ընդօրինակում է և ամեն կերպ փորձում է ետ չմնալ նրանից։ Եվ այդպես խայտաբղետ կենցաղի հենքում ձևավորվում է նորը, ավելի լավը, ասում է Բալաբեկ Սարգսյանը և անթաքույց գովեստով խոսում իր համագյուղացիների մասին։
Ընթացիկ տարվա մայիսի 16-ին լրացավ Բալաբեկ Սարգսյանի համայնքապետության երկրորդ տարի։ Սարգսյանների բարի համբավ վայելող ընտանիքը եւս 1988 թվականին Սումգայիթյան ջարդերի հետևանքով ստիպված էր թողնել Ադրբեջանի տարածքում գտնվող Ղարանդաղլու իրենց շեն ծննդավայրը։ Շատ եղան հեռացողներ, չդիմացան, չհարմարվեցին նոր պայմաններին։ Հողամշակությունը մեր ընտանիքի համար խորտ զբաղմունք չէր։ Մինչ այդ մենք գյուղական կյանքով էինք ապրել եւ մեր մեջ ուժ գտանք դիմագրավել դժվարություններին։ Այժմ գոհ եմ, որ իմ ծնողները չթողեցին հայոց հողը։ Պատմի Բալաբեկ Սարգսյան։ Մինչ համայնքապետ ընտրվելը Բալաբեկը աշխատել էր համայնքապետարանում որպես գյուղմասնագետ եւ արդեն լիապես տիրապետում էր իր համայնքին մտահոգող հոգս ու հարցերին։ Բալաբեկը հավատում է իր ծրագրերին եւ իր համագյուղացիներն էլ վստահում են իրենց եռանդուն, պրպտող ու նախաձեռնող ղեկավարին։ Հայանիստում ապրում է 2500 մարդ, զբաղվում են հողամշակությամբ եւ անասնապահությամբ։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 650 հեկտար, որից 330 հեկտարը սեփականաշնորհված գյուղնշանակության հողատարածքներ են։ Այսօր այդ հողերի 20-30%-ն է միայն մշակվում, ընդ որում մշակաբույսն էլ առվույտն է։ Շատ քիչ ցանվում է նաև գարի ու ցորեն։ Բանն այն է, որ արդեն 8-9 տարի է այս գյուղի հողերը իսպառ չեն ջրարկիացվում։ Այսօր հիմնական մեր ամենահիմնական գլխավոր խնդիրը ոռոգման ջուրն է։ Ոռոգման ջրի խնդիրը եթե մենք չլուծենք, եթե շարունակվեց ստենց ժողովուրդը ահավոր ծանր վիճակում է, որովհետև անասնապահությամբ են զբաղվում, մեկ էլ հողագործությամբ են զբաղվում։ Ուրիշ գործ մենք չունենք։ 1.5-ից 2 կիլոմետր մոտորապես ջրանց պետք է կառուցվի։ Նախկինում ինքնաշատրվան հորեր ենք ունեցել, որ ջրի խնդրեմ չենք ունեցել, քանի որ ձկնաբուծականները սկսեցին լայնածավալ աշխատանքներ կատարելը, մեծացավ, մեր խորքային հորերը սկսեցին նստել, ջուրը արդեն ինքնաշատրվան չէր գալիս։ Մարզպետի օգնությամբ մենք մի քանի հատ հորիզոնական պոմպեր ենք տեղադրել այդ խորքային հորերի վրա, բայց դա շատ քիչ է մեր տարածքի համար, դուք գիտեք, Արաբյան դաշտավարում միտից հողը չմշակելը ինչ է նշանակում։ Կիսախողովակներով այնտեղ պետք է կառուցենք, շրջանցենք այս գյուղերը, որ չխանգարող հանգամանքների, չխանգարի մեկ ուրիշ գյուղերին, Խաչպարի ազատաշենի հետ կապված։ Միանգամից գա հայանիստ գյուղ։ Որից է գալու։ Գալու է ազատաշենից։ Ոռոգման ջրից զրկված են եւ գյուղի տնամերձ շատ հողատարածքներ։ Արցունքն աչքերին պատմում է 82-ամյա Անիկ Երիցյան եւ ցույց տալիս իր բոստանը։ Սածիլը չորանում է, հնարավորություն չկա այն հողի մեջ տեղափոխել։ Այն էլ ինչ կանաչել է, անձրևների հետևանքով է, ասում է նա։ Խորհրդային օրերին իհարկե այս տարածքների համար գործել է նման ջրագիծ, սակայն անուշադրության մատնվելու հետևանքով քայքայվել է տարիների ընթացքում եւ ավերվել։ Վերջերս նախընտրական շրջանում երկրի նախագահը այցելեց գյուղ, ներկայացվեց դրությունը։ Խոստում կա, հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի։ Ինչ մնում է ներտնտեսային ցանցին, որը եւս ավերված վիճակում է, հետագայում հնարավոր կլինի աստիճանաբար կարգավորել։ Այս հարցի կապակցությամբ իր խոսքն է շարունակում գյուղապետը։ Գլխավորը կենտրոնական ջրագծով ջուրը մինչև հայանիստի հողերի սկիզբը հասցնելն է։ Այսպես հնարավոր կլինի 350 հեկտար հողատարած դնել մշակության տակ։ Ջուր չկա, ոռոգման ջուր չկա։ Այ մեկը էս մարդն է, իրան այգի ունի, ծառա տնկել քանի տարի է, մշակում է, անում է, որ ինչ որ մի բան օգուտ վերցնի։ Ջրի դարդից, էս մարդը քաշվից դուրս է գալիս։ Չկա, ջուր չկա, ոռոգման ջուր չկա։ Բացի տա, խմելու ջուրի էլ մեծ կարիք կար, բոլոր արտիզանները ցամաքել է։ Այս գյուղում այդ ձևի ջուր չկա։ Հիմա նասոս են տենեն, պյան են անում, ինչ որ մի ձև, ջուր են հասցնեմ խմելով պյանը, բայց ոռոգման ջուր, կանալները չորացել են, ջուր չկա։ Խմելու ջրի հետ կապված փարքասու հարցեր լուծվեց, ուրեմն Արմավիրի մարզից խմելու ջուր ենք բերում Գետաշեն թաղամասում պրոբլեմ կար, մոտ 20 տարի է ջուր չկար, ոռոգման ջուրով եւ ոռոգում են եւ խմում են մինչեւ այսօր։ Մենք այդ հարցը շուրջ խոսացինք, մեզ բախտ վիճակվեց, որ
Save the Children կազմակերպություն կա փրկեք երեխեքին իրանց միջոցով ջրագիծ են կառուցում 2.8 կիլոմետր ոսկեհատ գյուղից դեպի Գետաշեն թաղամաս ներքին ցանցնել այսօր մենք կարանք գնանք տեղում ճշտենք ներքին ցանցնել մենք կառուցում ենք վերջին փրկեք սրբերի այս կազմակերպություն կա վերջին սրբերի հայ եկեղեցին է ծրագրով Բալաբեկ Սարգսյանը գյուղին հուզող հինարցերի թվում չի մոռանում եւ համայնքային փողոցների բարեկարգում։ Թեև համայնքապետարանը կարողացել է միջոցներ տրամադրել այս գործին, այնուհանդերձ շատ փողոցներ քայքայված են անանցանելի։ Ծրագիր կա եւ գիշերային լուսավորություն անցկացնելու համար։ Ես հարցը բարձրացրել եմ մարզպետանում, պարոն մարզպետը Հասլակոքն եմ, ես վստահ եմ, որ պարոն մարզպետի օգնությամբ, քանի որ բոլոր իմ բարձրացած հարցերի ընթացել են, ասենք գազաֆիկացման խնդիր ա եղել, դե պրոբլեմ եմ ունեցել ԳՌՊ-ի, իրանք գումարը մարզպետարանի հետ կապված 4 միլիոն գումար փոխանցել են, 19 միլիոն գումար ա փոխանցվել դպրոցի լուսամուտներն ենք վերանորոգել։ Ես պայմանավորվել եմ գոնե 3 կիլոմետր լուսավորություն անցկացնենք գլխավոր ճանապարհները գյուղի կենտրոնական մասով եւ գյուղի կենտրոնական դեպի քաղաք